հրաժարական հատով ներկայացրել կամ ազատվել է պաշտոնից, այո, ԱԱԾ-պետ Արմեն Աբազյանը ու շատ էր խոսակցությունները, որ ԱԱԾ-պետը հրաժարվել է կատարել պահանջները բանի Նիկոլ Փաշինյանի կալանավորելու պահանջները եւ այդ պատճառով ազատվել է ու ստեղ գնում էր երկու ծայրահեղությունից ծայրահեղություն, ինչին մենք ուզում էինք անդրադառնանք, սիրելի ընկերներ, ուրեմն մարդիկ կային, որոնք հերոսացնում էին Արմեն Աբազյանին, որ հերոս տղա է եւ այլն, եւ մարդիկ կային, ովքեր նսեմացնում էին արարքը եւ ասում էին, հələ հիշեք ով է, ով չի, եւ մենք ուզում էինք այսօր նաեւ կարճ այդ քննարկել այդ հերոսացման ու չհերոսացման ու հակահերոսացման ճանապարհը, որը մեր համար հավասարապես անընդունելի է, փաստացի այսօր մենք դա քննարկում էինք ու կարծում եմ, որ նախ Արմեն Աբազյանի պահվածքը, եթե վերցնենք այն տեղեկությունները, որոնք որ կան, շատ նորմալ է, ի վերջո Արմեն Աբազյանը ինքն էլ է հասկանում, որ հերիքը արդեն այն մարդկանց պահվածքը չեմ հասկանում, որոնք որ գնացել են ու դատարանում ներկայացնում են Սամվել Կարապետյանի արված արտահայտությունները որպես համանդրական կարգի տապալման փորձ, այս մարդուն հասկանում եմ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ չի կարելի հերոսացնել Արմեն Աբազյանի այս արարքը եւ նաեւ չի կարելի հակառակն անել, որտեղ այսօր երկուսն էլ կար չէ ցանցը։ Հա, երկուսն էլ կար, գիտես, կոնկրետ իմ մոտեցումը, որ այդ մենք կարծես նույն գծի մեջ ենք քո հետ, այս հետեւյալն է, նայեք։ Երբ մարդը լքում է սրա ապօրինի իշխանությունը, որը փաստացի ինքը իրան ասում է լեգիտիմ, բայց իր գործիքակազմը այնքան ապօրինի է, որ ինքը շուտվանից լեգիտիմ իշխանություն չի, ու այն մարդը, որ լքում է իրան, անկախ նրանից թե ինչ պատճառով է լքել։ Հիմա Աբազյանը շատ դեպքերում աչք է փակել շատ բաների վրա, այս պարագայում չի փակել, դրանք առանձին են շատ տարբեր պատճառներ։ Սկսած անձնական հարաբերություններից վերջացած այլ սեփական վախերով կամ ինչ որ մի պատ հենց արթնացել է ու որոշել է, որ հերիք կապ չունի։ Մենք երբ որ սկսում ենք այս մարդուն փնովել, ասել չէ դու գիտես դու այն նույնն ես ինչ կա իր բան, դա առաջացնում է խնդրեմ ինչի, որովհետև վստահաբար այսօր պետական համակարգում եւ ամենակարևորը ուժային սեկտորում կան բազմաթիվ մարդիկ վստահաբար, ովքեր այսենց լիմիտի վրա են արդեն, գծի վրա են, որ պետքա դուրս գան։ Ու եթե իրանք տեսնում են, որ իրանցից առաջ դուրս եկողը արժանանում ասենց հանրային պարսավանքի, դա հավելյալ դեմոտիվացնող էլեմենտ է, որpիսի իրանք այդ քայլի չգնան, այսինքն մենք ակնհայտ ցույց ենք տալու այդ ճանապարհով, որ ստեղ ձեզ սпасող չկա, ստեղ ձեզ էլ ավելի վատ են քլնգելու, ավելի լավ է դուք մնաք Նիկոլի կողքին, քլնգվեք, բայց գոնե ունենաք աշխատանք, աշխատավարձ, ինչ որ սոցիալական դիրք եւ այլն։ Ուստի սա դեստրուկտիվ մոտեցում է, ես նաև համաձայն եմ, որ հերոսացնելն էլ է նույնքան անընդունելի, որովհետև այդ մարդիկ շատ բաներ ունեն արած, որը վաղ թե ուշ պատասխանատվության հարցը այդտեղ առաջանալու, այդ թվում բարոյական։ Բայց խոսել հիմա դրանից ամեն առումով մեզ համար շահեկան դիրքեր չի ստեղծում։ Ես ամենահարմարը ինչ գտնում եմ, դա անտեսել ուղակի հետայսու իրանց գոյությունը, քանի դեռ իրանք ինչ որ ակտիվություն չեն ցուցաբերել։ Ես կհասկանայի այն մարդկանց, ովքեր փնովում են, եթե Արմեն Աբազյանը դուրս գար իր պաշտոնից ու քաղաքական հայտ ներկայացներ։ Այդ մարդիկ ասեն ախպերս մի րոպե լեվելը սպասի տենանք դու ես 5 տարում ինչ չէիր արել, ինչ չէիր արել։ Արա մարդը դուրս է եկե, պիտի ասես կալա դաժե թեթև ասել դե մալադեց որ գոնե հիմա դուրս եկար ախպեր ջան, էլի գոհենք։ Վաղը մյուս օրը կգա էլի այդ պահը, դուք հիմա քանի մենք այս դիրքերում ենք, մենք ունենք խնդիր թուլացնելու Նիկոլի իշխանությունը, թուլացնելու իր ուժային կառույցները, որովհետև երբ մարդիկ ակնհայտորեն թուլանում են, հիմա այս թազեն միջև եկավ, միջև ադապտացվեց, ակնհայտ է, չէ, որ այդ կադրերը պետք են Նիկոլին, ուժեղ կադրեր, իսկ այս մարդը 5 տարվա ստաժով արդեն եզակի ՀԱԾ պետ էր 5 տարվա, միջև այդ 2 տարում 6 հոգի, 5 հոգի փոխվեց, այս մարդը 5 տարի մնաց, այսինքն սա կորուստ է Նիկոլի համար, անկախ նրանից թե Աբազյանը ինչ պատճառաբանությամբ է դուրս եկել, այսինքն իրան հանել են իտոգում, բայց եկեք ուղակի ամենաճիշտը անտեսենք այս մարդը, որ չխոսանք իր մասին, հալը դուրս եկավ։ Չէ, բայց նաև մենք քո ասածով ճանապարհը փակում ենք այն մարդկանց, ովքեր կարող է այսպես պահերի չկատարեն սրա հրամանները։ Իհարկե։ Եթե մենք Աբազյանին թիրախավորում ենք, անկախ նրանից, հա, թե ինչ ոնց եւ այլն, մենք նաև բան ենք անում, կներես, բայց կոնկրետ ապագայի այդ մարդկանց, ովքեր որ կարան դառնան հրաման չկատարող,
մենք այդ մարդկանց ասում ենք, չէ, դուք լուչը կատարեք, որտեվ ստեյցել են ձեզ տոպկելու գնաք։ Բայց մի բան էլ ասեմ, կներեք, ես ոչ մի դրական, ոնց ասեմ, ես չի որ ես պաշտպանելու բան ունեմ, անկեղծ ասած, Արմեն Աբազյանին որևէ մոտիվացիա չունեմ, բայց եթե օրինակ համեմատենք Արտուր Դավթյանի նման կենթանու հետ, Արմեն Աբազյանին, այն ինչ որ արել է, ինչեր արել է Արտուր Տատախազը նախքին, ինչի աներ ասեցի ու մոռացա։ Դավթյան։ Արտուր Դավթյանը այդքան կալանքի միջնորդություններ տալ տարբեր մարդկանց եւ այլն, Աբազյանը դες բան ես չեմ հիշում որ արածել լինի, կարող է Աբազյանը թույլատրել է, ԱԱՑ-ն Նիկոլի Հրամանով շատ բաներ չի արել, որ պետք է աներ, բայց չեմ լսել, չեմ հիշում որ ԱԱՑ-ն օրինակի համար, չգիտեմ, գար, ասենք, չգիտեմ, Վազգենին Սաղաթելյան բռներ տաներ բան քչական դատարան ու ասել է տեսեք բանի կոչ արել այնց որ համ տարբերություններ կան համ էլ մենք դրանով կտրում ենք այն մարդկանց ճանապարհը որոնք ապագայում կարան իսկ մեծ դες մարդիկ պետք են լինելու իսկ այդ ապագան նես չի որ սարերի հետևում է էլի այդ ապագան ամեն օր ամեն հաջորդ օր այդ ապագայի մի մասը կազմում դրա համար ես կարծում եմ որ պետք չի բանել